չնդել ես, կատակարեցին լուրջ ընդունեցիր, հա, աղբորս նա չկարողացար սաղացնել երեխուտ, հիմա ելեկել ես ինձ ես կապել։ Ես քեզ խնդրեցի չեմ մի քանի րոպեով ցինիզմդ կողքի դնել։ Դա ցինիզմի ինչ կապ ունես, այ աղջիկ ջան։ Երբ որ եկել ես տխուտ ուզում ես վերես կոշկես։ Ալիք, ես ընդամենը մի բան եմ ուզում հասկանալ։ Եթե Լևը չի երեխու հերը, ապա ո՞վ է։ Ոչ, ես։ Ես դու, ես էլ Նալբանդյան փողոցը։ Յա, ես դու եկար ներնեմ ջանի։ Պրիվետ, քեր։ Զբաղված ես, հա ոնց որ։ Տեսնում ես պարապ չեք մնում։ Ալիք, կարող ես օրորդին խնդրել գնա մի քիչ ուշ գա, խոսում էինք, չէ։ Չէ, չի կարող։ Իսկ դուք ով եք, որ քերին զբաղացնում եք։ Քեր։ Ջան։ Այս ինչի չես հիշում։ Ցավը տանեմ քեզ մոռանալ կլինի, անընդհատ հիշում եմ, պրոստը ժամանակ չի լինում, ունեմ ջանիդ։ Չներկայացեք, է։ Իմ գործընկերն է։ Գործընկերն է, որն արդեն գնում է։ Ալիք, ես քո պատասխանին եմ սպասում։ Իսկ ինչ պատասխանի է սպասում ընկերուհիդ։ Ընկերուհի, կարող եք մի քանի վայրկյան լռել ու չխառնվել մեր խոսակցությանը։ Չէ, չի կարող։ Քրսաղջկը շատ ճիշտ էլ կռահեց ինչ պատասխան պիտի տա։ Չէ։ Իմ պատասխանը բացասական է։ Լավ։ Դու կրակ, հակացդ կրակ, որ մի կրակին ես դիմանա։ Լասա էս ով էր, որ կրակից հանկարծ չվարվես։ Ուզում եմ։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ վարվել։ Լավ ինչ եղավ այդ աղջիկը, ինչ է այդքան երկար խոսում։ Սպասում եմ, որ անկեղծանաս ինձ հետ, որ ասես ճշմարտությունը։ Արդեն ասել եմ։ Ինձ վերջապես 16 տարի անց կդատապարտեն հանցագործությանս համար և ինձ կմեղդրեն որդու սպանության մեջ։ Պապա ստոպ դուր, դեռ ուշ չի ճշմարտությանը համար, դեռ ժամանակ կա փրկվելու, դու դեռ ժամանակ ունես փրկելու թե քեզ, թե ինձ, թե մեր հարաբերությունները, դու հասկանում ես, որ դու քեզ վրա վերցնես համ ծնողների սպանությունը, համ գորի սպանությունը, դու թույլ կտաս, որ իսկական մարդասպանները մնան անպատիժ, որ իրանք վայելեն ազատությունը, կյանքը, դու թույլ կտաս, որ իրանք ծիծաղեն մեզ վրա, պապա։ Բայց ինչ էլ լինի իմացի, որ ես քեզ էլ գորիս էլ ընդունել եմ որպես իմ երեխաներ, ես ձեզ շատ եմ սիրել։ Ուրեմն հանուն ինձ, հանուն գորիս, խոսա, չեմ ասում ուրիշին ասես, ինձ ասա ճշմարտությունը, խոստովանի, խնդրում եմ։ Բայց ես գորը չհասցրինք երջանիկ լինել։ Ես քեզ մի խնդրանք ունեմ։ Գոնե դու երջանիկ եղիր։ Վերադարձիր մեր տուն, ես քեզ շատ եմ խնդրում։ Անտեր մի թող մեր տունը։ Փորձիր երջանիկ լինել աղջիկս։ Պապա, մի գնա, պապա, մենք դեռ չավարտեցին, ես չեմ կարա սենց ապրեմ։
Մոնի, այս գեստը շատ է քեզ սազում։ Գիտեմ, ասա որ ոնց որ տիկնիկ լինեմ, այսօր առա, ու вообще ինչ տեսա, ինչ հավանեցի, առա։ Տենում ես ինչքան հայացքներ են քեզ ուղված։ Պատումես, ինձ նենց մեկ է։ Ոնց չեմ հավատում։ Ուզում ես ասես, որ տղաներն ու իրանց ուշադրությունը համար անկարևոր է դարձել։ Մի անգամ այն։ Չեմ հավատում։ Դու գիտես։ Փոխվել ես, Մոնի։ Ճիշտ է։ Հիմա ես անկրկնելի եմ, ավելի կանացի, ավելի սեքսուալ։ Ես արտաքին տեսքդ նկատի չունեմ։ Բա։ Դե ուզում եմ ասեմ, որ հայացքներդ են փոխվել, որ մտածելակերպդ է փոխվել։ Ճիշտ է։ Դա էլ է փոխվել։ Հենրիից հետո շատ ես փոխվել, իրա գնալուց ճիշտ ասա։ Շարունակ ես խնդրում եմ։ Անպայման պիտի ես պայծառ գարնանային օրը փչացնեի, չէ՞։ Հենրի։ Մոն, ճիշտն ասա։ Դու սիրում ես Հենրիին։ Ես գաղտնիքներ պահել գիտեմ, անկեղծացի ինձ հետ։ Լավ էլի։ Դից խորհրդավոր մի ասա, էլի գաղտնիքներ։ Հենրինովա, որ իմ գաղտնիքը լինի։ Մոնի, ես գաղտնիքներ լավ եմ պահում։ Հա, բայց ինձ դա պետք չի։ Կարող ես հենց հիմա իլուր աշխարհի բղավել, որ ես իրա վրա ուղակի ծիծաղել եմ, օգտագործել եմ, չգիտեմ, էլ ինչ ասեմ, ժամանակ եմ անցկացրել, ինքը իմ համար ուղակի հետաքրքիր կենդանի էր, բա։ Ու այդ ամենը տենց ուրախ ես ասում։ Այո, քանի որ իմ հոգում գարուն է։ Չխաբեց դա ինձ։ Հաստատ ինքը չէր։ Մնում է պարզել ով է։ Շատ եմ թուլացել, Սլավ, շատ։ Բոլորն ուզում են դուրս գալ իմ կոնտրոլի տակից, առանձնանալ են ուզում, այդքան թուլացել եմ, իրանք էլ փաստորեն այդքան աճել են արդեն։ Լեվ կարող է Ժանոյի պահով որեղան են թեմաները։ Չգիտեմ, կարող է այդ գյատի բարեկամությունից է ինչ-որ մեկը, կամ ապշակից։ Զբաղված եք։ Լև ես գնամ, տղերքի հետ խոսելու բան ունեմ, որ պետք կլնեմ, կկանչես կգամ։ Այդ խավարը տրեցիր հիմա թռնում ես։ Ինչի ուրախ չէ Ժանոյի գալուն։ Եթե դժգոհություններ կան, կարամ գնամ։ Կարող են պատճառով այս թեմաները։ Չէ։ Իսկ եթե և քո ինչ նեղվում ես։ Հա։ Չեմ ուզում, որ իմ պատճառով դու թեմաների մեջ ընկնես, առավել ևս կյանքդ վտանգես։ Իմ կյանքը քեզ համար ինչ-որ նշանակություն ունի։ Քո կյանքը այնքան նշանակություն ունի, որ իմ կյանքը կտամ քո կյանքի դիմաց։ Սիրունս կարող են ինձ անես ինֆարկտ ստանամ։ Ինչ եմ անում, որ։ Դու բանենա, որ ոչ մի բան չես անում։ Ոչ անում ես, ոչ էլ վրիցս իջնում ես։ Չես էլ մտածում տարիքիս մասին։ Տարիքդ ինչա որ։ Քո տարիքում դեռ տղամարդիկ չեն էլ ամուսնացել։ Իսկ դու արդեն ծանր ես շնչում, գրկումդ ունենալով սենց գեղեցկություն ոնց որ ես եմ։ Ախս գեղեցկությունից եմ ծանր շնչում, որ մի հատ դաշ չտամ քեզ ներննջոնիդ։ Համբերի։ Դաստալու հերթ այսօր իմն է։ Անտիկին նով էր։ Խանդվես ազիս։ Չեմ խանդում, խղճում եմ քեզ։
որ իմանամ դավաճանում ես։ Գիտես քո հետ ինչ կանեմ։ Մեռնեմ ջան, աչքով էլ դրա չհավատաս։ Քո խորամանկ կանաչ աչքերը։ Ախ, ես եմ խորամանկ մեռնեմ կյանքիդ, ինձանից միամիտ մարդ աշխարհում չկա։ Ինչքան երկար եմ նայում ես քո աչքերի մեջ, այնքան լավ եմ հասկանում, թե ինչ խորամանկ մարդ ես դու։ Չմեռնեմ ջանից, ես խորամանկ չեմ քաղցրս, արի մոտս կյանքս։ Չէր կարոտել ինձ։ Ախ, կարոտելն էլ եմ բառնա, մեռնում էի կյանքս։ Որ կարոտել էիր, ինչի չէիր գալիս։ Ախ, նենց էին կախվել ձեռներից ոտեցս թողում էին, որ գայի, բայց այսօր հաստատ գալու էի ցավը տանեմ, այսօր հաստատ գալու էի։ Իսկ այն գործընկերուհիդ թողելու էր, որ գայիր։ Խանդում ես։ Անգինիդ ինչ որտեղ կուլ եմ տալիս։ Ես չես անում։ Կարող ասես պատվիդ հետ չխաղամ։ Հենց տեղ աղջիկ։ Ստեղ ու հենց հիմա։ Ախ։ Ինչ եք այսքան երկար խոսում։ Լավ ասենք դու էմոցիաների գիրկը ընկած ինձ մի բան խնդրեցիր։ Բա իմ խելքը որտեղ էր, որ ես գնացի այդ քայլին։ Վլադ շատ մերսի քեզ։ Շատ։ Չես պատկերացնում, թե որքան կարևոր էր ինձ համար այս հանդիպումը։ Ինչի համար ես մերսի ասում։ Արցունքն աչքերիդ դուրս ես եկել հազիվ ես զսպում քեզ, որ լաց չլինես։ Դու ուղղակի չես էլ պատկերացնի, թե ինչքան շատ բան տվեց այս հանդիպումից։ Արցունքից ու հուզմունքից բացի չեմ կարծում, որ ավել բան տված լինի։ Ինքը մեղավոր չի, Վլադ։ Ճիշտ է, ես սենց տնես մինչև վերջը էլ հավատում, որ ինքն է սպանել ծնողներիս։ Բայց այսօր ես դրանում համոզվեցի։ Էդ ինչ ստերա փչել, ինչ հեքիաթներ է պատմել, որ դու էլ դրան հավատացել ես։ Ինքը չի սպանել ծնողներիս ու վերջ։ Էդ ինքը քեզ ասեց։ Իսկ իսկական մարդասպանի անունը տվեց, թե ոնց։ Բա որ չէ, ինչից ես ենթադրում, որ ինքը չի սպանել։ Չես հասկանում, որ ինքը ընդհանրապես զգացմունքների հետ է խաղացել։ Չի խաղացել։ Դու խոսում ես առանց հասկանալու ու իմանալու, թե ներսում ինչ է տեղի ունեցել։ Իսկ որ խնդրեմ կասես ներսում այդ ինչ է տեղի ունեցել։ Ոնց որ ինչ-որ կարևոր բան է, հա, տեղի ունեցել։ Ինքը շատ վատ էր, Վլադ, շատ։ Իմիջայլոց դու էլ 16 տարի այդ մարդու հետ ապրելով, հոր տեղ ընդունելով սկսել ես խղճալ նրան։ Այդպես է եղել։ Սկսել ես խղճալ, չէ՞։ Թող քեզ չթվա, թե ինքն իմ զգացմունքների հաշվին խաղացել է։ Ինքան վատ էր, որ ասում էր գորեն ինքն է սպանել։ Բայց հասկանում ես, որ դրանից աբսուրդ բան չկա։ Դու հասկանում ես, թե ինքն ինչ է ասում, ուր է հասել արդեն։ Հա, այդ մեկը հաստատ։ Իսկապես աբսուրդ բան է ասել։ Մի պահ եկա, որ ինքն արդեն պատրաստ էր խոսել։ Պատմել ճշմարտությունը։ Ասել, թե իրականում ովքեր են սպանել ծնողներիս։ Թե ինչի ենք լռում։ Ես անհամբեր սպասում էի։ Բայց ինքը չասեց։ Հա, չասեց։ Որովհետև ասելու բան չուներ։ Եթե ինքը իմանար, որ ինչ-որ մեկի անունը տալով կմաքրեր իրան, ինքը կտար այդ անունը։ Բայց չի տվել, մտածելով, որ հետո իր ասածները պետք է ապացուցել, իսկ ինքը այդ ապացույցները չունի։ Ինձ տուն կտանես։ Կյանքս չեմ ուզում, որ խաբված լինես։ Ես գիտեմ, որ ես ամենը ասում ես, որովհետև շատ ես անհանգստանում ինձ համար։ Լավ, արի գնանք, ինչ մի կանգնել ենք ստե։ Ասացիր ուր տանը։ Տուն։ Ում տուն։ Այն տուն, որտեղ ինքն ու ես ապրում էինք։ Հարցեր չտաս։ Ու չջղայնանաս։
Ու չի փորձես համոզել, որ ես այդ տուն չգնամ։ Իմ էջ խելքն է սա, որ ձեր հանդիպումը կազմակերպեցի։ Այդ ինքն է ուղեղդ մտցրել, որ գնաս այդ տուն։ Ես դեռ ինձ վատ եմ զգում, այն օրվա պատահածից հետո։ Կխնդրեմ, որ այդ թեման չբացենք ու չանդրադառնանք դրան։ Այն ինչ ես արեցի, դու պիտի անեիր։ Բայց ասեմ անկեղծ ուրախ եմ, որ ես արեցի, որովհետև ես չեմ ուզում, որ քո ձեռները արյունատվեն, ես չեմ ուզում, որ դու կեղտոտվես։ Իմ ձեռքերը այդքան էլ մաքուր չեն։ Ճիշտ է, ես իմ ինչ մի մարդասպան չեմ, բայց սպանել եմ մարդ ու գիտեմ այդ ինչա։ Են ու ես նույնը չեն։ Ես ինձ լավ չեմ զգում, հարի չխոսենք այդ մասին։ Ոնց կասես։ Ապրես որ եկար։ Կարող է այս անգամ էլ այն նույն մարդը, որ ուզում էր քեզ սպանել։ Ով։ Ախպորդ Խնամին։ Ադամը։ Հա, ինչի դու իրան բացառում ես։ Իրավե դա ինչի էր եկել։ Եկել էր ներկա ստանալու ու հասկանալու։ Ինչ հասկանալու։ Այ հիմա այդ կպարզենք։ Սեթրակի ջան, ինչով կարող եմ օգտակար լինել։ Քո ներկայությամբ։ Այսինքն։ Գալիս եմ օֆիս։ Ինչ-որ հարց կա։ Հա, հարց կա, իսկ թե ինչ հարց տեղում կքննարկենք, չնայած արդեն քննարկել ենք, բայց մենք նորից կանդրադառնանք այդ թեմային։ Ես սրա վզին դրել էի, որ այդ նավաստրոյկեքը ինձ տար։ Ու ինձ սպանելու ցանկությունը հաստատ կարող էր Ադամինը լինել։ Այս դեպքում ցանկությունը չի մենակ, կոնկրետ քայլեր է։ Հաստատ բարձել է, բանս բուրդ է, վերջս եկել է, բայց չգնալով հարց չեմ լուծի, որ պիտի փախնեմ, որ ինձ գտնելը իր համար մեկից մեկ կլինի, բայց կարող է ոչ էլ ինչ-որ բան է պարզել, ուրիշ հարցով է կանչում, չնայած չէ, նրա խոսելու տոնից հասկացա, որ մի բան կա, մի բան են չի։ Ինձ ասում են աղջիկը տիգնը պալաչ են տեսնի։ Վլա, ես խալացել է, թե անումն է մորացել ես տղեն։ Վլա։ Եթե ես սարկած լինեի, այսքան չէի կատաղել։ Ամենակարևորը, այդ դեպքի հետ կապ չունենալով ես թույլ եմ տալիս, որ ամեն մի տեսակ թափ-թփուկ մտնի աշխատասենյակս, ազգային անվտանգության շենք ու հերիք չի, էլ մի զենքով էլ սպառնա ինձ։ Ես աբսուրդ է։
Ամենամեծ աբսուրդն է նա, որ ես այդ ամեն ինչը հանդուրժում եմ։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Սրանից հետո առանց ստուգման ոչ մեկի չեք թողնում բարձրանա վերև։ Երկու ախպերով ձեր հետևից եք ընկել։ Ալո, Վլադ։ Պապ, լսում եմ։ Չի երևում, որ լսում ես, էդ ուր անետացել։ Չեմ անհետացել։ Չասացի, որ Ադանայի հետ գնում ենք։ Ոնց էլ սպասի, հիմա այս պահին դու ուր ես։ Ադանայի հետ եմ, տանում եմ իրան տուն։ Ինչ ա եղել, չես խառնվել իրար։ Մի քանի վայրկյան առաջ դու հիվանդանոցում չէիր։ Չէ, այ պապ։ Ոնց ուրեմն ինձ ա թվացել։ Ես էլ հետևիցդ գոռում էի Վլադ, ձեն չանեցիր։ Չէ, հա, ես հիվանդանոցում ինչ պետք է անեի։ Համել Ադանեն ասում եմ Էրսի հանդիպման համար։ Չարժե շնորհակալություն հայտնել։ Այ քեզ բան, ոնց կարող էի սխալվել։ Հետևից նայեցի, լրիվ Վլադս էր, ոնց ես եմ տաղուն ուրիշի հետ կխառնեի։ Այ քեզ բան, ամոթ բան ստացվեց։ Ջան, որ խալաթ հակած լինեիք, կմտածեի բժշկուհին դուք եք տիկինանգին։ Ու ինչ եք ասում, ոնց ես կեզ։ Ինչպես նորածին, մամա։ Սա ինչ ա։ Վայ, որ ասեմ կլիզմայա կհավատաս, մի հատ հանգիստ պարկի, հա։ Պարկի ու ուշադիր ինձ լսի։ Մինչև դու քնած էիր, ահագին երկար ժամանակ բժշկի հետ խոսեցի։ Հա, մամա, գիտեմ, դրանք շատ են սիրում խոսալ, հետո։ Ասեց, որ մեծ լարվածություն կա քո մոտ։ Մամա, դու որ ինձ նայում ես, լարվածություն տեսնում ես։ Այ խելոք, բժիշկը պտղիդ լարվածության մասին էր խոսում, հասկացար։ Նա ասեց, որ դու խնդիրներ ունես, ու եթե դու շարունակես քեզ էսպես պահել, կարող է շատ վատ բան լինի, շատ վաղ ծննդաբերություն ունենաս։ Ուֆ, մամա, այդ բժիշկները ոչ մի բան չեն հասկանում։ Ավելորդ անգամ ստիպում են, որ անհանգստանանք։ Աղջիկ ջան, եթե դու խնդիր չունես ու քեզ լավ ես զգում, բայց այստեղ ինչ ես անում։ Հա, բայց ոչինչ որ ես չէի գալիս, դու ինձ բերեցիր։ Աղջիկ ջան, կարող անեց սիրտս ուզեց հիվանդանոց գալ ու քեզ հիվանդանոց բերեցի։ Վատ էիր, բերեցի քեզ հիվանդանոց։ Ու ինչա գիտես, պարզվում, որ շատ ճիշտ ենք արել, որ եկել ենք, որովհետև դու խնդիրներ ունես։ Բժիշկը քեզ դեղեր է նշանակել։ Ու դու այդ դեղերը պիտի ընդունես, որ քո լարվածությունը մի քիչ մեղմանա ու վաղ ծննդաբերություն չունենաս, հասկացար։ Ապրենք։ Մերսի իրա։ Կանչի ճակատը պաչամ։ Ինչպես նաև որոշված է, որ դու պիտի պարկես ու բժշկի հսկողության տակ լինես։ Չէ, մամա, այդ մեկը չեղավ։ Եթե ես տեղ պարկեմ, ու Վլադիկս հսկողությունից դուրս գա, ես նրան ընդհանրապես կկորցնեմ։ Հասկանում ես ինչ ես ասում։ Աղջիկ ջան, ես քեզ ինչքան կարող եմ ասել, որ դու խելքդ գլուխդ հավաքես, դու ինչքան կարող ես ստորանալ ու մեզ էլ հետդ ստորացնես, հա։ Քո ուղեղի մեջ չի տեղավորվում, որ դու նրա հետ կապ չունես։ Չես հասկանում այդքանը։ Մի քիչ քեզ հարգել սովորի էլի։ Էս ինչ բան է։ Լավ այն օրը մենք մեր աչքով տեսանք էլ ոչ մենակ, իսկ իր այդ պահվածքից հետո, արհամարական պահվածքից հետո ոչ մի կին լսում ես ինձ, նրան շան տեղ չեր դրի, նույնիսկ ավելին ասեմ, նույնիսկ երեխեքից կազատվեր։ Իսկ դու։ Մամա, ինչ ես խոսում։ Ես նախ ուրիշ կին չեմ ու դրանով էլ տարբերվում եմ մնացածից։ Ես գիտեմ ոնց եմ հասնելու իմ ուզածին, ու ես կհասնեմ իմ ուզածին, մամա։ Ուֆ։ Ջանդմին հասնես։ Սաղ գործերս թողած ամբողջ օրերը ընկած եմ քո հետևից։ Զբաղված եմ դրանով, որ քեզ ինչ-որ բաներ բացատրեմ, ինչ-որ բաներ խրատեմ, ինչ-որ բաներ հասկացնեմ, բայց ոնց հասկանում եմ, անհույս է, ուղեղիդ մեջ չի տեղավորվում։ Լավ, շատ լավ, ես իմ ձեռքերը լվանում եմ, թող հերդ քեզնով զբաղվի, վերջ։
Տարօրինակ տեղ ես ընտրել հանդիպման համար, Լև։ Բայց քեզ համար պիտի որ հարազատ տեղ լինի սա։ Պարզ է, որ ես գործնական հանդիպում չի, որովհետև գործնական հարցերը սենց տեղ չեն քննարկում։ Ինչի մենք գործընկեր ենք, որ մի հատ էլ իրար հետ գործ քննարկենք։ Ոնց որ թե չէ։ Հիմա դու չես ջոգում, ես քեզ ինչի համար եմ կանչել այստեղ։ Չէ։ Բայց շատ տարակ տեմպերով եկար ինձ մոտ օֆիս հասկանալու ինչ է կատարվել, չէ՞։ Վերջը շունգել ընկեր ենք ելել, չէ՞։ Բայց որտեղից էլ գտնում եք երկու ընկեր այդ անհաջողակ կիլլերներին։ Հա, ինչ ես նայում։ Չես ջոգում ու մասին եմ խոսում։ Ընկերդ Վալերիկը արդեն քանի երրորդ անգամ չի կարողանում են համբալին վերացնել, դու էլ երկրորդ անգամ փորձ ես անում ինձ սպանել ու չի ստացվում։ Ինչ կասես։ Դու ինձ ես մեղադրում այսօրվա մահափորձի մեջ։ Ես իմ ասելիքը շատ պարզ ասեցի։ Դու չես կարող մեղադրել ինձ մի բանում, որի մեջ ես չկամ։ Ոնց որ նախորդ անգամ, այս անգամ էլ պատվիրատուն դու ես։ Ու ինձ վերացնելու հրամանը դու ես տվել։ Բայց այս անգամ այդքան հեշտ չես պրծնի։ Ուր են ապացույցներդ, Լև։ Են որ զենքով ես եկել, դա արդեն ապացույց է։ Չէ, դենց մի ասա։ Այս զենքը ինքնապաշտպանության համար է։ Ես քեզնից էլիտար շենքերն էի ուզել, ու ժամանակ էի տվել, եթե հիշում ես։ Կարծում ես չտալու միակ ճանապարհը քեզ վերացնելու մեջ պիտի գտնեի։ Հա, դու ավելի հետաքրքիր բան դժվար թե մտածեիր, քո ուղեղը շատ սահմանափակ է։ Դրանք միայն ենթադրություններ են։ Իմ ենթադրություններն էլ ինձ բավարար են քեզ սատկացնելու համար։ Հա, բա ինչ կասեն ընկերներդ, ապշագը, որ ինձ վերացրել ես առանց ապացույցների, մենակ այն բանի համար, որ վրեժ խնդրություն ունեիր հետս անցյալում։ Լսում եմ քեզ, Լև, բա ուր մնաց քո այդ արդարամիտ լինելը, քո ճիշտը ուր մնաց։ Տղամարդկություն ունեցի ու խոստովանի, որ դու ես դրա հեղինակը։ Ուր են ապացույցներդ։ Մտցր ու հենց հիմա դրանք աչքս ու հենց ստեղ էլ սատկացրու։ Կգտնեմ ես ապացույցներ, անպայման կգտնեմ, ու մահդ կգա, մեր ընկերոջ գերեզմանի վրա, հիշի։ Լավ է սովորել։ Երեխեքին էլ գլխից թափի ու ինքը կողքի քաշվի։ Ոչինչ, Ալեքս Սեդրագովիչ։ Հիմա էլ դու նեղություն քաշիր ու լակոտներով զբաղվիր։ Էս ի՞նչ արիր հետս, այ աղջիկ։ Սևս տվիր։ Պատժեցի քեզ ինձ մոռանալու համար։ Ուզենամ էլ չեմ կարա մոռանամ։ Արի մոտս, արի։ Հաստատ չես մոռանա։ Հաստատ չեմ մոռանա։ Արի, եղնիկ սարի։ Այս երկի դասերա տալիս, թե տրամադրությունը այնքան բարձր է, որ երկում է մարդս։ Արի եղնիկը, սարի մանալս, արի։
Ոնց որ չափից դուրս նեղ անձնական հանգամանքներում է երգում սիրելի ամուսինս։ Մեռնում է, որի բնոր երգում ես։ Ախ, բայց իմ անկին կգա համարել այսքան տարի երգանչին։ Բա ոնց։ Ես անկինս ով եմ սրա դիմաց, որ դու ինձ համար երգեիր։ Այդ դուրը բացեր անկին։ Ու դու այսքանից հետո հարցնում ես դուրը բացեր թե փակեր, հա։ Գրկիցդ այդ լրբին մի հատ ցած իջացրու։ Ինչի՞ բան իջացնել։ Լսի, տեսնում ես վիրավորում է ինձ։ Ինչի՞ չես պաշտպանում։ Հենց հիմա փասապուսեկդ հավաքում ես ու ռադդ քաշում ես, քանի մազերդ հատ չեմ փոկել։ Դավայ։ Կանի, հաստատ կանի անող։ Արագացրու։ Մեր պատուհաններդ բաց։ Հավաքարարներիդ կանչում ես, որ մի հատ դիզինֆեկցիա անեն, որ ես կարողանամ մի 2 րոպե հետդ խոսել ու ասել, թե դու ով ես։ Ապեր ջան, որ ասում եմ կոտրվել ես։ Էլ առաջվա փառքը չունես։ Ընտանիքդ էլ քեզ լրիվ մոռացել է։ Պատկերացնում ես դաժե հերդ չի եկել։ Սաղի համար մեկ ես դու, կմնաս հիվանդանոցում, թե դու դուրս կգրվես։ Բան չկա, ապեր ջան, սենց էլ է ալնում։ Ճիշտ է, ես ամեն օր տաքսի չեմ նստում, բայց այսօր նեղն եմ, կնստեմ։ Ինչ է եղել որ։ Էլ ուր մնաց մեր հարստությունը։ Ոնց են ասում, մեկը ադամանդը ցեխի մեջ էլ է փայլում։ Իմ անկին։ Իզր չելի, որ անունդ անկին է։ Տիկինս։ Ես ինչ բացահայտում արեցիր։ Դու ինձ համար իսկականից անկին ես։ Իսկ այդ, Եղնիկը սարի։ Հատի դե ինչ եղնիկ։ Դրանց չի եղնիկ։ Եղնիկը դու ես ցավդ տանը։ Հա, հասկացա։ Զգում էիր, գիտեիր, որ ես պիտի գամ ու երգում էիր, սյուրպրիզ էիր, հա ուզում անեիր։ Չէ, հա ցավդ տանը։ Պարապեի զբաղվում էլի, ասի տրամադրությունս մի քիչ բարձրացնել։ Ցինիզմդ ու լկտիությունդ սահման չունի։ Այն որ դու սիրուհիների մեծ կոլեկցիա ունես, դա ինձ համար երբեք գաղտնիք չի եղել։ Դա չէ, հա ինչ կոլեկցիա, այս մեկն այն խեղճ ու կրակի մեկն է, օգնում է։ Անգնահատելի օգնություն ես ցուցաբերում։ Այո։ Ինքն էլ պարտքի տակ չի մնում։ Հիմա լսիր, ես ինչ կասեմ քեզ։ Քո սիրուհին ինձ համար բացահայտում չէր, բայց որ դու այն աստիճան կլկտիանաս ու սիրուհիներիդ կաբինետ կբերես, իմանալով, որ ամեն վայրկյան ես կարող եմ գալ, այդ դա ինձ համար նորություն էր։ Դե լավ է, արդեն շատ խոսացիր։ Պատահական էր եկել։ Իսկ ինչ վերաբերվում է պարապությանդ, ես քեզ համար լիքը զբաղվելու բան կարող եմ գտնել, իդեպ, որոնք քո պարտականություններն են։ Ես մի փոքր բանից ինչ սարքեցիր։ Խեղճ երեխան ընդեղ եղացրեցիր, զծուց կլինի։ Էդ ով է խեղճ երեխա։ Նա, մեկ էլ դու ես երեխա։ Մի հատ ինձ նայի ու ուշադիր, երեխան ես։ Այդ նրանից է, որ դու անկին ես։ Սիրուհիներիդ հետ աշխատասենյակում փակվելու փոխարեն երեխեքովդ զբաղվիր։ Իսկ դու ինչ անես։ Պարապորտի մատնվես, այդ կլիկ սակմորից կամու գտաս, դու էլի տարիքս, բայց այդ չի հարցը։ Ալեքսեյ Տրակովիչ, տղեդ հիվանդանոցից դուրս է գրվում, Կարմենսիտան հիվանդանոցում է, բժիշկները խորհուրդ են տալիս պարկել, բայց չի ուզում, իսկ Մոնիկան էլ ուզում է բժշկուհի դառնա։ Հալալա քեզ գիտես,
քո քեֆին ու հավեսին, որ այսքանից հետո դու մի հատ էլ կատակներ ես անում։ Մալադեց։ Լսի, այդ խեղճ երեխեն որ չլնի։ Ինձ այսքան էներգիա որտեղից։ Բայց ինչ սզվելի ես։ Նայում եմ քեզ ու առաջին անգամ սզվանքս չեմ կարողանում թաքցնել։ Դու այսքանից հետո ոնց ես տուն գալու, ոնց ես աչքերիս մեջ նայելու։ Իմ տիկին անգին, մենք լուրջ ընտանեկան խնդիրներ ունենք լուծելու, դու ընկել ես ինչ-որ մանր-մուներ բաների հետևից։ Կգնաս, երեխեքիդ խնդիրները կլուծես, ես ձեռքերս լվանում եմ, ինչ ուզում ես արա։ Ինձանով որ լինի հարգարժան անգին, իրեքին էլ կփակեմ հիվանդանոցում, որ հատուկ մարդիկ իրենց ուղեղների հետ աշխատեն ու բուժեն։ Լավ տարբերակ էր, բայց դու էլ նրանց հետ պիտի փակվես հիվանդանոցում, որովհետև առաջին հերթին քո ուղեղը պիտի նայեն։ Տենց, սաղ ընտանիքով գնանք ու փակվենք, դու էլ մեզ հետ։ Չէ, ես դրա կարիքը չունեմ, դրա կարիքը դու ունես, երեխեքիդ հոգեկան խնդիրները ժառանգական բնույթ են կրում, դա քո գենն է խոսում։ Էդ գնացի՞ր։ Հա, գնացի, կարող ես եղնիկիդ կանչես ու չավարտած գործը տավանես։ Քեզ մոտ եմ եկել ախպեր, քեզ մոտ եմ եկել ու քեզ եմ ուզում պատմել դրսի խառնաշփոթի մասին։ Այն ինչ այսօր կատարվում է դրսում, մեղավորները այստեղ մարդիկ այնքան են հասունացել ու մեծացել, որ իմ ձեռի տակ մեծացած երեխուն են հասել։ Ես էլ բնականաբար դիմել եմ համապատասխան քայլերի։